Գյումրու հայ կաթողիկ աթոռանից Սուրբ Խաչ եկեղեցուշին աշխատանքների մեկնարկը տրվել էր 2010 թվականի օգոստոս ամսից։ Մինչ այդ մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում էլ պարզվել էր, որ նախատեսված վայրում գրունտային ջրեր են հոսում։ Առկա խնդիրը լուծում էր գտելու չէր խանգարել եկեղեցուշին աշխատանքների ընթացքին։ Մինչև բուն աշխատանքները սկսելը եւս մեկ անգամ հրավիրել ենք տարբեր մասնագետներ, որոնք իրենց եզրակացություն տվել են, որ որոշ խնդիր այդ հարցում չկա, պատրաստված համակարգի միջոցով գրունտային ջուրերը հեռանում են բնական ճանապարհով։ 2010 թվականի դեկտեմբերին տեղի ունեցավ Սուրբ Խաչ եկեղեցու հիմնարկեքը։ Օրհնության կարգը կատարվեց Անդրկովկասում Հռոմի պապի նվիրակ Կլաուդիո Գուջերոտի արքեպիսկոպոսի գլխավորությամբ։ Պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, բահյա, բահպանյա եւ օհնյա ժողովուրդս կողմ։ Որպես նոր կառուցվող եկեղեցու հիմնաքար տեղադրվեց կարդինալ Բերտոնեի ձեռամբ օրհնված մի մագարը։ Եկեղեցուշին աշխատանքներն ընթանալու էին 3 փուլով։ Առաջին փուլում արդեն ավարտին է հասցվել նկուղային հարկի աշխատանքները։ Ընթացիկ տարվա մարտին աշխատանքների վերսկսմանը զուգահեռ կմեկնարկի երկրորդ փուլը։ Ոչ մի ֆինանսական խնդիր չունենք, այլ ընդհանրակը զուգահեռ նաև շինարարական աշխատանքներ ենք տանում Տաշիրի քաղաքի եկեղեցու կառուցման համար։ Եկեղեցին պետք է վերջնական տեսքով շահագործման հանձնվի մինչև 2013 թվականի վերջ։ 460 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով եկեղեցու մեծ մասը ծառայելու է որպես աղոթասրահ։ Առանձին հատվածներով լինելու են 2 ավանդատները, մկրտարանը եւ զանգակատունը։ Հույս ունենանք, եթե ամեն ինչ լավ ընթանա, 2012 թվականն արդեն գրեթե ավելի բարձրացած կլինենք եւ 13 թվականն ավարտած կլինենք։ Ինչպես բոլոր եկեղեցիները ունենալու է իր ավանդատուները, ունենալու է իր խորանը, ունենալու է իր սրահը, ուր մարդիկ հավաքվելու են եւ այնտեղ շուրջ 300 մարդ է նախատեսված, որ նստելատեղով 300 մարդ։ Կաթողիկ եկեղեցու ժողովրդապետ Տեր Գրիգոր Քահանա Մկրտչյանի խոսքերով Գյումրիում կաթոլիկ հավատացյալների թիվը շուրջ 16000 է, մարզում այն հասնում է 30000-ի։ Շիրակի մարզի մի շարք համայնքներում հոգևոր հովիվները կատարում են տարբեր ծիսակատարություններ։ Գործող եկեղեցիներ ունենք Փանեգի, Արևեգի, Լանջիկ, Ծիծյանկով Ազադանի մեջ, Սեպասար եւ Սիզավետ գյուղի մեջ Բավրայի եկեղեցու շինարարությունները շարունակում է, այս տարի հույս ունենանք ավարտելու։ Բավրայի եկեղեցու շահագործումից հետո կաթոլիկների համար հոգևոր կենտրոններ կկառուցվեն Ղազանչի, Արփենի, Սարագյուղ եւ Հովտուն համայնքներում եւս։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։